Լավա, որ գրադան եք եկել, հա։ Գրադանը աշխատելու է։ Այսինքն դա նշանակում է, որ դուք ամբողջ ամառ կարող եք գալ գրադանից օգտվել, գրքեր վերցնել, կարդալ։ Իսկ դուք գիտեք, որ Տիկին Մարին եւ իր աշխատողները մենք գրքերը թվայնացնում ենք։ Այսինքն այն հեքիաթը, որ չկա թղթային տպագիր տարբերակով, դուք կարող եք մտնել ինտերնետ, գրադանի կայք, թվային գիրք բաժին ու վերցնել կարդալ։ Դուք գիտեիք դա։ Հա։ Դա չգիտեիք, այո։ Ասեմ, որ դա շատ կարևոր է, այն փոքրիկ ես մանրամասը պատմեմ, թվայնացում ինչ է նշանակում։ Դուք չգիտեք, չէ՞ ինչ է նշանակում թվայնացում։ Թվայնացում, հիմա մենք գիրքը կարդում ենք տպագիր, չէ, թղթային տարբերակով։ Թվայնացում ասելով հասկանում ենք, որ գիրքը նստելու ենք, այս նույն գիրքը, նույն հեքիաթը, նույն վիպակը կարդալու ենք համակարգչի մոտ նստած։ Գիրքը սկան ենք անում, ձևավորում ենք, կտրում, դնում կայքում։ Այն գիրքը, որ թղթային տարբերակով չկա, դուք կարող եք մտնել գրադարանի կայք, գրադարան mskh.am, գրադանի կայք ու վերցնել կարդալ։ Թվային գիրք բաժին, այնտեղ որոնման տեղ կա, գտնում եք, ասենք, ռոդարի կամ հայ ժողովրդական հեքիաթներ, ձեր հեքիաթի անունը գրում եք, փնտրել կամ որոնել ու բերում եք, դուք ձեր հեքիաթը կարդում եք արդեն թվային տարբերակով։ Հետաքրքիր է, ձեր ամբողջ ոսկեփորի գիրքն է։ Ես հիմա մի ուրիշ բան էլ ցույց կտամ, որը, ահա, հիմա դուք այստեղ կարող եք ձեր ծնող, որ տանը բացեք, ձեր կարծիքը գրեք, լավ է, որ մենք դարձրել ենք թվային, թե չենք, լավ չի, այ դա դուք կարող եք ինքներդ։ Ահա, ես հիմա մի ուրիշ գիրք եմ, տեսեք, ձեր 3-րդ դասարանի հայոց լեզու անցել եք դուք։ 3-րդի հայոցը չէ, մենք գիրք չենք ունեցել, բայց Ահա, այ հիմա, այս տարի դուք արդեն կարող եք սա 4-րդ դասարանի հայոց լեզուն, լավ, բերեք բացեմ 4-րդ դասարանի։ Մենք վերցնենք կտպենք հետ չի, կարանք։ Այո, մի անգամից կտպեք կվերցնեք։ Ավելի հեշտ կլինի, ծնողներին կասեմ։ Եղավ, հիմա մենք մոտենանք մեր հեքիաթը շարունակենք կարդալ, հա երեխեք, հետո դրա հետ կապված մենք մի հատ ֆիլմ կդիտենք։ Հա, եկեք։